Այսօր շատերը հարցնում են, թե Տյառն ընդառաջը ինչ կապ ունի Քրիստոսի ու քրիստոնեության հետ։ Այ պատկերացրեք սենց մի բան. Աստվածամայրը 40 օրյա մանուկ Հիսուսին ձեռքերի վրա գրկած գալիս է Երուսաղեմ ու մտնում է տաճար։ Ու այդ մասին իմանում են ընդամենը երկու հոգի՝ Սիմոն Ծերունին և Աննա Մարգարեուհին։ Այ այս խոսքերը ես ասեցի ու փշաքաղվեցի։ Խնդրում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, ինչ որ հիմա ձեզ պատմելու եմ, կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ժողովրդի զավակներն իմանան ու չմնան մոլորության մեջ։ Ուրեմն այս դեպքից մոտավորապես 600 տարի առաջ Երուսաղեմ քաղաքում հրեա ազգի մեջ կատարվել էր մի անհավատալի բան։ Աստուծո տաճարը վառվել էր և կործանվել էր իրենց մեղքերի պատճառով, և ամբողջ ազգը քշվել էր Բաբելոնյան գերության։ Եվ երբ որ Բաբելոնյան գերությունից ետ վերադարձան, այնտեղ մի մարգարե կար Մաղաքիա անունով։ Մաղաքիա մարգարեության մեջ այսպիսի տողեր կան, ասում է կգա ժամանակ, երբ որ Աստված հանկարծակի կգա իր տաճարը, և հրեա ազգը մոտ 600 տարի սպասում էր, թե այդ ոնց պիտի լինի, որ Աստված հանկարծակի պիտի գա իր տաճարը։ Շատերը մտածում են երևի ամպրոպ կլինի, կայծակ կլինի, չգիտեմ, երկնքից հրաշք կիջնի կամ թե ինչ կլինի։ Ոչ մեկը չէր մտածում, որ մի օր մի կին համեստ ու խոնարհ մանուկ Հիսուսին, 40-օրյա Հիսուսին ձեռքերի վրա կգա և կմտնի տաճարը, ասում է հանկարծակի, և այդ մասին իմացան ընդամենը երկու հոգի։ Այս մասին դուք կարող եք կարդալ Ղուկասի ավետարանի սկզբում, որը որ այսօր և վաղը ընթերցանությունն է մեր եկեղեցում։ Հիմա տեսեք, սիրելի ժողովուրդ, և երբ որ եկան, ասում է հանկարծակի, որովհետև միայն Սիմոն Ծերունին էր սպասում և Աննա Մարգարեուհուն էր դա հայտնված։ Եվ նրանք ելան մանուկ Հիսուսին ընդառաջ, այսինքն Տիրոջն ընդառաջ, Տյառն ընդառաջ։ Մեր դասն էլ այսօր այն է, որ մենք էլ մեր կյանքերում Տիրոջը ընդառաջ գնանք։ Այս նույն Տեր Հիսուսը, մանուկ Հիսուսը, ամեն կիրակի պատարագի ժամանակ, ամեն պատարագի ժամանակ եկեղեցում է և սպասում է մեզ, պատարագվում է, իր մարմինն ու արյունն է տալիս մեզ, որպեսզի մենք կյանք ունենանք, բայց մենք դա չենք անում։ Մեր ազգի 99%-ը պատարագի չի մասնակցում, Երևանի բնակչության միայն 1%-ն է պատարագի մասնակցում։ Եվ եթե դուք այս օրերին գնում եք եկեղեցի կրակի վրայից թռնում եք ու վաղը շաբաթօրն առավոտյան պատարագի չեք մասնակցում կամ կիրակի օրերը պատարագներին չեք մասնակցում, դուք ձեզ հարց տվեք, բա ինչ տոնեցիք, ինչի համար գնացիք կրակի վրայից թռաք։ Իսկ Տյառն ընդառաջ նշանակում է Տիրոջը ընդառաջ դուրս գալ, Տիրոջը ողջունել, Տիրոջը վկայել, Տիրոջը խոստովանել մեր կյանքի մեջ և մարդկանց առաջ և Աստուծո առաջ ապրել քրիստոնեական կյանք։ Դե լավ եղեք, սիրելի ժողովուրդ, սա էր Տյառն ընդառաջի իմաստը։